Շատերը լսած կլինեն այսպիսի արտահայտություն, որ Գյումրի երկրաշարժից հետո բավականին օգնություններ եկավ, բայց օգնությունները պարտակեցին, յուրացրեցին։ Նման բան եղել է նաև Առաջին հանրապետության ժամանակ և Սովետական Հայաստանում մինչև 30-ական թվականների սկիզբը։ Եղեռնից հետո Ամերիկայից և այլ երկրներից օգնություններ էին գալիս։ Ականատեսներից մեկը պատմում է, ասում է, սննդի օգնությունը մենք ընդհանրապես չէինք տեսնում, բայց երբեմն լինում էր, որ կանչում էին հագուստի օգնության համար։ Մեր առաջ դնում էին արկղը և ասում էին արկղը պիտի գնես, եթե ուզում ես։ Արկղի մեջ լինում էր հագուստ։ Ասում է, հետագայում պարզեցի, որ այդ հագուստները, այդ արկղերը ընդհանրապես վաճառքի ենթակա չէին։ Պետք է արկղը բացեին և մեջի հագուստները բաժանեին մարդկանց, բայց արկղը վաճառում էին, որպեսզի այդ օգնությունից շուտ ազատվեն և գումար ձեռք բերեն։ Ասում է, արկղով նաև շահագրգռում էին գնել այն իմաստով, որ ասում էին արկղը եթե գնես, արկղի մեջ հագուստներ կան, հագուստի գրպաններում հնարավոր է որոշակի իրեր լինեն, մատանի և նման բաներ։ Ասում է, որ իրականում այդպիսի դեպքեր լինում էին, երբ արկղը գնում բացում էին և հագուստի գրպաններում ինչ-որ իրեր էին լինում, ժամացույց, դոլար, որը Հայաստանում չէին կարող ծախսել, մատանի և այսպես շարունակ, բայց արկղերը այնուամենայնիվ իրավունք չկար վաճառքի, դրանք օգնություններ էին։